Սիրելի ռադիո լսողներ եւ ռադիոդիտողներ, FM 106 եւ 5 հաճախականության վրա են ձեր ռադիո ընդունիչները։ Սա բիզնեսն է Մանթաշյանցի հետ, Վարամ Միրաքյանի հեղինակային հաղորդաշարն է, երկրորդ խոսափողի մոտ ես Դավիթ Խումարյանն է ձեզ համար աշխատում։ Բաժանորդագրվեք Գործարար Ալիքին լրատվական ռադիոյին եւ իհարկե Վարամին բաժանորդագրվեք, որովհետեւ բացի ինչ-որ անձնական եւ գործնական բաներից նաեւ հետաքրքիր վերլուծություններ է ժամանակ առ ժամանակ տեղադրում Վարամը, այսօր հենց վերլուծություններից մեկի մասին ենք խոսելու, ողջույն Վարամ։ Ողջույն Դավիթ։ Մեքենայի միջից մեզ լսողները, մարդիկ, ովքեր որ ճանապարհներին են հիմա եւ ամենայն հավանականությամբ լարված ներվերով են մեզ լսում, թող մի փոքր բարձրացնեն ռադիո ընդունիչի ձայնը, որովհետեւ խցանումների մասին ենք խոսելու եւ խցանումների ազդեցության մասին հայրենական տնտեսության վրա։ Տնտեսական տեսանկյունից խցանումները, քանի որ հիմա ոնց որ թեման արդիական է, վերջի ամառը ոնց որ քթներից եկավ Երևանում ապրելը։ Դրա համար շատ արդիական է, մի քիչ այս թեման բան արեցի, փորձեցի ավելի խորանալ ու մոտավորը հաշվարկներով Երևանի վրա տարեկան մոտ $200 միլիոն նստում է բանը խցանումները Երևանի վրա, կես ժամ, եթե հաշվի առնենք, որ միջինը մարդիկ կես ժամ են ուշանում, 30 րոպե են ուշանում, այսինքն սովորական իրենց անցնելու ճանապարհը 30 րոպե ավելի ուշ են անցնում, որը կարծում շատ պահպանողական թիվ է։ Ու հետո այդ 30 րոպեն դες գումարում ենք ընդհանուր թվերին, որ ենթադրենք միջինում մի աշխատաժամը արժի ինչքան է մեր մոտ, եթե չեմ սխալվում, 1800 դրամ էր թե ինչ, մի ժամը միջինում 300,000 դրամ, ժամի բաժանում ենք ամսեկանը միջինում 300 է, բաժանում ենք ժամերի, գալիս է մոտարպես 1800 դրամ, 1800-ից եթե կես ժամ հանենք, որ մարդը միջինում կես ժամ աշխատաժամանակը կորցնում, այդ մի հաշվարկ տարբերակներով հաշվում ենք օրական Երևանը մոտարապես 250,000 մարդ դժում է խցանումների պատճառով, այդ 250,000 մարդու աշխատաժամանակը, երբ որ կես ժամով ենք հաշվում, պլյուս հաշվում ենք թե ինչքան հավելյալ վառելիք են իրենք ծախսում, պլյուս հաշվում ենք տնտեսական էֆեկտ թե իրենք ինչքան են ենթադրենք բեռնափոխադրողներ, առաքումներ, թե ինչքան են գործեր ուշանում, պայմանական ասած բեռնափոխադրողը օրվա ընթացքում 5 կետ պետք է իր բեռները հասցնի, բայց հասցնում են 4 կետ, այսինքն 10% կամ 20% տնտեսական արդյունավետությունը այդ բիզնեսի ավելի վատանում է եւ այդ բիզնեսի եւ այն բիզնեսի ով այդ ապրանք վերցնում վաճառում է եւ այլն, այսինքն զուտ տնտեսական արդյունավետության վրա էլ է այդ ազդում այդ խցանումները, պլյուս ինչ որ էմոցիոնալ հատվածներ, նյարդային համակարգի վրա ազդեցություն, ծառայություն, եւ այլն, ու այդ ամեն ինչը որ հաշվում ենք, շատ պահպանողական, շատ լավատեսական թվերով մոտավորապես տարեկան մենակ Երևանի խցանումները Երևանի վրա $200 միլիոն են արժենում։ Այսինքն եթե մենք ուզում ենք որ այդ խցանումները այսինքն մինչև $200 միլիոն ներդրումը տարեկան, դա պետք է հասնենք ոչ թե ծախս ճանապարհային, այլ ներդրում, որովհետև մենք պետք է այդ վնասը փոքրացնենք, էլի, հետեւաբար ներդրումը ճանապարհների վրա, երբ որ ասում են բյուջե չկա եւ այլն, այդ բան չէ, այդ բյուջե չկա, sense ավելի շատ ենք դժում, էլի, ոնց որ այդ պետք է այդ համացությունը 200 միլիոնը շատ մեծ գումար է, էլի, Հայաստանի նման երկրի համար, նամանավանդ եթե մենք հաշվում ենք, որ տարվա կտրվածքով է այդ, այսինքն ամեն տարի 200 միլիոն, երևի թե Վարամ Հայաստանում ինչ ոլորտի մեջ էլ 5 տարի ամեն տարի 200 միլիոն ներդրում անես, ոլորտը կծաղկի։ Այո, մենք այդ ոլորտում տենց վստահաբար մենք տարածաշրջանի առաջատարը կդառնանք ու կապ չունի դա որ ոլորտն է։ Երևանի ճանապարհաշինության բյուջեն շատ փոքր էր, չեմ հիշում ինչ թիվ էր, բայց բավական փոքր թիվ էր տարեկան, համեմատ Երևանի խնդիրներին։ Ու այստեղ զուտ բանը մեծացնելը, այդ բյուջեն մեծացնելը դենց օրակարգային հարցը հաշվի առնելով, որ մեքենաներն ավելանում են, ինչը նշանակում մեքենաներն ավելանալը, նշանակում գույքարկի ավելացում, այսինքն նույն բյուջեն ավելի շատ գումար է մտնում, այդ ավելի շատ փոխամտում բյուջեն պետք է մեծացվի, չէ՞, անհամեմատ, որ վաղուց մարդիկ ուզենան էլի մեքենա բերեն, ու էլի ավելի շատ հարկ տան։ Մեզ օրինակ համոզում են քաղաքային իշխանությունները ու իրականում բոլոր ժամանակների քաղաքային իշխանությունները, հա, ոնց որ տենց մեղքը չդնենք մենակ այս քաղաքային իշխանությունների վրա, որ աշխարհի բոլոր մեծ քաղաքների համար դա համար 1 խնդիրն է։ Բայց մեր քաղաքը կարծես թե այնքան էլ մեծ չի ու ճիշտն ասած այն մեթոդները, որով որ քաղաքային կառավարումը փորձել է այդ հարցը լուծի, խոսքը գնում է այդ պարկովկաների, գայնատեղիների գնի վճարների մասին, դպրոցի ժամերը տեղափոխելու մասին, իրական խցանման խնդիրի լուծման։ Այդ դպրոցի ժամերը հասկանում եմ կապ ունի, բայց օրինակ պարկովկաների գների բարձրացումը ինչ կապ ունի խցանման։ Դասում քիչ կգան կկանգնեն։
Այսինքն տրամաբանությունն է դեր, որ կանգնելու տեղ չի լինի, մարդիկ քիչ կգան կգան։ Ուզում ենք ավելի շատ բյուջե դրա միջոցով գումար ներգրավենք, որ հետո այդ գումարը ներդնենք ճանապարհաշինության բանը, այդ տրամաբանություն կա, բայց հենց ուղիղ տրամաբանություն չկա, էլի որ պարտինգը թանկ եղավ, ավելի քիչ կանգնում, չէ, իրար թե քիչ չեն կանգնել, էլի։ Եվ փաստորեն քիչ էլ չկանգնեցին, էլի։ Էլի մեկը տաքսին ավելի թանկ եղավ, էլի, հա։ Հիմա չէ, այստեղ իրականում ենթակառուցվածքային տեսանկյունից մենք 15-20 տարի չէ Երևանում աշխատանք չի տարվել, վերջի աշխատանքը Երևան Զախարյանի ժամանակ արվեց, ով էր Երևան Զախարյանից հետո, ասենք նույն Տարոն Մարկարյան, Գագիկ Բեգլարյան, բանը Տարոն Մարկարյան, Հայկ Մարության, Տիգրան Ավինյան, ասենք իրենց ընթացքում որևէ ենթակառուցվածքային պրոյեկտ չի արվել։ Վերջի Երևան քաղաքի խցանումների թուլացման ենթակառուցվածքային պրոյեկտը եղել է դա Սարալանջն էր, դա Մորունթե Մելքոնյանի ճանապարհն էր, դա երկաթգծի ճանապարհներ, որ դարձեցին, դա այդ դեպի Քանաքեր Զեյթուն գնացող նոր, այսպես կոչված նոր ճանապարհ, որ մինչև հիմա նոր են ասում, հա։ Սրտից ալարեցին մինչև վերջ որակով գործանան, այսինքն չգնեցին բանով բնակիչների գույքը, որ կոնե մի քիչ ավելի լայն ճանապարհ լիներ, եթե լայն ճանապարհ լիներ, ասենք Երևանը էս մի ծայրի, այն մյուս ծայրի հետ շատ արագ կապելու միջոց էր ու առանց բաների, էլի, առանց լուսացուցիչների։ Այդ ճանապարհը ես ինքս ավտոքշող չեմ, բայց դու որ քշողես, երևի այդ ճանապարհը հարմար չի, որովհետև ես ինչքան գնացել եմ, այդտեղ բավականին դատարկ է, այսինքն ոնց որ մարդիկ խուսափում են այդ ճանապարհը օգտագործելուց։ Հայտնվում են շենքերի բակերում մեքենա։ Այդ խոսքը գնում է, չէ՞, այդ Բելաջոյի հետևից դեպի ներքևի թաղամասեր գնացող, այո։ Մի քիչ բան արեցին, մի քիչ որ լուրջ մոտենեն, դե մի քիչ լայնացնեն ճանապարհը, գնա ծախս ավելի շատ կանեն, բայց ավելի շատ այդ շատ կարևոր է, ասենք դիքը մեքենաներ քաղաքի կենտրոնով ասել փոխան այդտեղով կանցնեն։ Եվ բարեկամության հրապարակի կամուրջը կարծես, ես այդ եմ հիշում, այդ նույն ժամանակահատվածում էր ինքը։ Ռուսիայի բանը է, այդ ավելի հանր, այդ մի քիչ ավելի հին էր, կարծեմ Ռոբերտ Քոչարյանի ժամանակին արդեն Ռուսիան եւ այլն, հա, բայց վերջինը երևի այդ դրանից հետո իշքան 15-20 տարի առաջ էր մոտ արպես։ Դրանից հետո Երևանում խցանումների թուլացման որևէ ենթակառուցվածքային պրոյեկտ չի արվել։ Լոլոներ են մենակ, թե պարզա որ դու 20 տարի 15 տարի ոչ մի բան չանես, պարզա հիմա պետքա կոլապսի գանք։ Ու մեքենաների թիվը կտրուկ սկսում աճել, ուզում ասեմ, հա, որ կանգնեցենք սենց է։ Ու հիմա եկել են նրան, որ այտենց ուզում են մեքենաները արտել են մուտքը կենտրոն բան, որը որ սենց են անճարության բանն է, էլի, շատ շատ բայց լավ տարբերակ չի այդ վարը։ Օրինակ ես գիտեմ, որ Իսպանիայում քաղաքներ կան, որտեղ որ կենտրոնի մուտքը ինչ-որ ժամանակային բանով է։ Այդ ճանապարհը անելու գնալու համար տենց ոնց շատ մեծ մտավոր կարողություններ պետք չէ։ Ասենք 100 մեքենա է գնում, 50 մեքենա գնա խցանումները կճանա, հա, բնականաբար էլի, բայց խոսքը ինչի մասն է, ես կոնկրետ այդ օրինակ չգիտեմ, բայց շատ քաղաքներ ոնց որ իրենց հնարավոր ամեն ինչ անում են, հետ նոր ասում են դրան, այդ ոնց որ ամենավերջ կետն է։ Իսկ Երևանը դեռ շատ բաներ ունի, որ կարողանաս մենք հնարավորինս ամեն ինչ արեցինք, չազդեց, հիմա անցնում ենք բաներին, էլի սահմանափակումներին։ Չինական մոդելը կա, չէ՞, զույգ ու կենտ ավտոմեքենաների համար։ Այսինքն մի օր զույգ թվով սկսվող մեքենաներն են, մի օր կենտ, բանկա չէ, Չինաստանում ուրիշ է, տարբեր քաղաքներում տարբեր է, կա որ մենակ էլեկտրականներ են թողում, բանս։ Տարբեր տեղեր տարբեր են, մոդելներ տարբեր կան, բայց քաղաքներ կան, որ լուծել են այդ հարցը, էլի նույն բանը, հիմա եթե օրենք ես հիշում Շվեյցարիա որ քաղաքներ Ցյուրիխներ կարծեմ, որ ամբողջ գետնիտակ հին քաղաքեր, նեղ փողոցները, որ չեն կարող ցերտել, բայց ամբողջ գետնիտակ բաներ, պարտինգներ մեծ մասկայական տարածքների վրա։ Երևանում չկա այդ օրինակ, բայց ինչու չկա Երևանում, որովհետև մասնավորը չի կարող իրեն թույլ տա պարտինգներ սարք, ոնց որ Միացյալ Նահանգներում կամ նույն Չինաստանում, շատ երկրներում այդ պարտինգները մասնավորն է։ Միացյալ Նահանգներում շատ շահութաբեր բիզնես է, մարդիկ հող են առնում, պարտինգ են կառուցում։ Առանձին բիզնես է, ոչ պակաս շահութաբեր, քան ասենք բնակարան կառուցել վաճառել, էլի։ Հա, ինչու, որովհետև այնտեղ պարտինգները թանկ են։ Հիմա Հայաստանում այդքան թանկ չի, որ դու հող առնես ու պարտինգ կառուցես եւ այդ գումարը քեզ հետ գա 50 տարուց շուտ, էլի, իսկ ներդրման դեպքում գոնե մի 15 տարում պետք է գումարը հետ գա 10-15 տարում։ Հիմա դրա համար օրինակ գաղափարներից մեկը, ոնց որ ես նաեւ այդ մասն էի անդրադարձել, պետքա սուբսիդավորեն պարտինգների կառուցումը մասնավորեն։ Պետությունը փող չունի, հասկացանք, լավ, օքեյ, չունի թող չսարքի պարտինգներ, բայց սուբսիդավորեն, ենթադրենք ներդրումի 40% քեշբեք է տալը պետությունը։ Դու եթե հանրային հարկային արտոնություններ ա տալը, հանրային խրախուսման շատ ձևեր կան։ Շատ ոլորտներում այդ խրախուսման ձևերը հենց հիմա էլ գործում է, ջերմոցաշինություն, ի գործարան այդ արտադրյալ տեղերը սպասում 20% ենթակառուցվածքների տեսքով քեշբեք ա տալը եւ այլն։ Սա դեռ պարտինգ է սարքում 40% քեշբեք ա տալը։ Կենտրոնում, չգիտեմ, 50% քեշբեք տալիս, ծայրամասերում 20% քեշբեք տալը պետությունը։ Եթե դու սարքում ես բան պարտինգ, դե գները բնականաբար շուկայական պետք է լինեն, ինչպես կար դրանց 5000 դրամ ժամ, էլի։ Ոչ մեկ չի
չի մտնի ուղղակի տեղեր։ Այո։ Հա, օրինակ այդպիսի ճանապարհներով նախ պարտինգները կավելանան, երկրորդը առելի տեղեր ու Երևանում դե հիմնականում գետնի տակ պետք է լինեն պարտինգները։ Օպերայի պարտինգից օգտվել ես դու։ Հա, շատ Հարմար է, չէ՞, այսինքն ինքը նորմալ է։ Գլոբալ հարմար է, ուղղակի այդ իտալացիները որ կառուցել են ռենկոներ, չէ՞, կառուցել են իտալական չափանիշներով, այնպես փուճուր ավտոների համար է։ Մի կերպ են կանգնում բանը, հա։ Այնպես շատ դժվար է լինում կանգնել, իրական շատ փոքր, Եվրոպայում այնպես փոքր է, Միացյալ Նահանգներում ասենք կարաս 5 մետրից պիկակով հանդիստ կարաս կանգնես, այնտեղ որևէ խնդիր չկա, այստեղ հաստատ չես կարող։ Բայց շատ հարմար է այդ տեսանկյունից ու միշտ էլ լցված է, ու գներն էլ sense բավական դեմոկրատ են։ Հիմա ու այդպիսի շատ տեղեր կան, որ գետնի տակ պոտենցիալ կա այդպիսի պարտինգներից, նույնիսկ սկսենք պրիմիտիվ բան, այնպես մեր գրասենյակը այնպես ստացվել քաղաքապետարանի մոտակայքումը, ասենք մոտակա բոլոր մեքենաները քաղաքապետարանի աշխատողների մեքենաներն են, այսինքն քաղաքապետարանի աշխատողները չունեն պարտինգի տեղեր։ Հետևը ոնց որ ունեն պարտինգ, բայց ես վստահ եմ, որ չի հերիքում, այո, չի հերիքում իրանց։ Սյուրռեալիզմի մակարդակ էլի պատերազմեն քաղաքապետարանի աշխատակիցները չունեն պարտինգ տեղեր։ Բայց օրինակ քաղաքապետարանի դիմաց ասես մի հատ մեծ չասեմ այգի, մենակ ծաղիկ են ցանում, դե ծառը չեն դրում, ունե ծառը դրեն Միասնիկյանի արձանի դիմաց, դե մեծ տարածք կա, չէ՞։ Հա, դե չգիտեմ, նախ չեմ հասկանում դե խի ծառը չեն տնկում, որ լավ ջրում են, լավ խնամում են, էլի կարան ծառը տնկեն, մի քանի հատ են դրել։ Բայց դրա տակ օրինակ հրաշալի պարտինգ ստացվի այդ մեկ մի քիչ եթե առաջ գնանք նույն այդ բանի Էլիտ պլազայի դիմաց Շահումյանի հրապարակի տակը հրաշալի պարտինգ կստացվի։ Որտեվ օպերան լավ օրինակ է, էլի, այսինքն ինքը ոնց որ մի անգամ եղել է, տեսնում ենք եւ պահանջարկը կա դրա եւ ես չգիտեմ ովքեր են սեփականատերերը այդ պարտինգի, այդ պրոբլեմներից մեկն է, էլի քաղաքապետարանի բախտկանոմա։ Այսինքն դա աշխատող է, այդ երկու հրապարակում էլ մեծ հաշվով կարելի է։ Այդ երկու չգիտեմ բարեկամության բանը Մեջիլյանի այն այգու դիմաց մեծ տարածք կար, որ այդ էլ մի հատ աբսուրդի բան է, նույն Շահումյանի հրապարակը Մեջիլյան արտաքին ոնց որ պարտինգ էր, այդտեղ մեքենաները կանգնեն, դրես փակեցին, չեն թույլատրում կանգնեն։ Այդ էլ չեմ հասկանում, էլ այսինքն եթե չեք թույլատրում կանգնեք, առաջադիկ որտեղ կանգնեն մեքենաներն էլի։ Կամ ինչու է միշտ ասում այդ տարածքները մը դատարկ է դրես քաղաքապետարանը փակեց։ Օրինակ այդ հրապարակի տակ հիմա տես կարամ խորանամ շատ ասեմ, էլի, այսինքն պետք է գետնի տակ գնանք մենք Երևանում մնացած բան, բայց եթե որ սուբսիդավորում լինի, արդեն ով որ շինարարություն անում, ասենք ոչ թե 3 հարկ Նեշտևտիչն էլ 5 հարկ նեշտևտիչնի պարտինգներ կան ու վարձով կտա եւ այլն, այսինքն այդ ուղղությունը կսկսի զարգանալ։ Հիմա այդ նույն երբ որ պարտինգները շատացան, արդեն դու կարաս փողոցները մաքրես, ըստ էության շատ տեղեր փողոցների երրորդից միշտ փակ է։ Ու հետեւաբար համակենտրոնի համարյա թե բոլոր փողոցների մասին։ Ու շարժը շատ դանդաղում է այդ պատճառով, էլի։ Երբ որ այդ լինի, արդեն կարաս երրորդից բացես, այդտեղ հետո գալիս է երբ որ երրորդ գծերը արտելեցիր արդեն կանգնել մեծ, քանի որ շատ պարտինգներ կան, դու խրախուսում ես որ գնան պարտինգներում կանգնել։ Դրանից հետո դու կարող ես բան անել, էլի, այն օրինակ որ պոլիսը հիմա գալիս մեքենաներին տանում է, չէ՞, տանում է Շտուգանային հրապարակ։ Այդ պետք է outsource արվի մասնավորին, որովհետև 5 հատ մեքենա կա, թե 6 հատ մեքենա կա, դու ամբողջ քաղաքը խախտում ես, դու ո՞նց կարող ես սպանել, էլի, դա դարձել է բախտի բան, էլի, ասենք ես էլ եղել կանգնել եմ, ասել եմ դե լավ, դե մի 90% հավանականությամբ բախտը կբերի, հա, ու դրանց էլ լինում է, չեն գալիս, մի անգամ է այսքան ժամանակ եղել, որ եկել են, էլի, դե հենց էլ ճաշ չի լինում, համակերպվում ես որ դու գանվես, որովհետև պետք է արագ տեղ հասնես, հա, բայց արդյունավետությունը շատ թույլ է, 5-6 մեքենայով չեն կարող իրենք արդյունավետ հետևեն օրենքի պահպանման։ Հետևաբար այդ գործառույթը պետք է հանձնել մասնավորին։ Ոնց որ նույն Միացյալ Նահանգներում շատ քաղաքներում, Լոս Անջելեսում այդ գործառույթը մասնավորներ անում։ Մասնավորներ անում նաև այդ թվում բան կար այնտեղ, ասես գնում են սխալ տեղեր պարտինգ անելուց, մարդիկ են ասես բան քայլելով կամ մեքենայով կամ սկուտերով, ասենք գալիս են ով սխալ տեղը կանգնած էր դու կանք դնում ասում են ու այդ Թբիլիսիում էլ կա այդպես պրակտիկա, չգիտեմ մասնավորա թե չէ, բայց էլի ինչ համազգեստով չէ մարդիկ են բերում դնում են, ասում են դու գանված ես։ Դե այդպես պետք է անեն, որովհետև պոլիսը այդքան աշխատող չունի, ոստիկանությունը այդքան աշխատող չի կարող ունենա, պետք է outsource անի, այդպես ավելի էժան կստացվի պետության համար, ու ավելի կարգը ավելի լավ կպահպանվի, ասենք նույն Լոս Անջելեսի մոտակայքում դու 5 րոպե եթե ինչ որ բան սխալ տեղ կանգնեցիր ամենայն հավանականությամբ քեզ կտու գանեն 5 րոպե, ասենք 10 րոպեի դեպքում հաստատ կտու գանեն, բայց եղել է դեպք ես կանգնել եմ մտնեմ բանկոմատ, հոп հետևից սեթի տու գանելն, ասենք որը 3 րոպե էր տևելու, էլի, այսինքն արդյունավետությունը շատ ուժեղ է Միացյալ Նահանգներում, իսկ Երևանում կանգնում ես մի 6 ժամ հետո գալիս ես անթույլատրել տեղում կանգնում ես 6 ժամ հետո գալիս ես տեսնում ես կանգնած ես։ Մեծ հաշվով արամ արտապատվիրակելու հետ կապված էլի նամանավանդ որ հիմա չկա առանձին ոստիկանություն, որը զբաղվում է մեքենաներով, այսինքն պարեկներ են, որոնք որ բազմաֆունկցիոնալ ոստիկաններ են, չէ՞։ Այսինքն մենք մի մարդուն
ով կարա հանցագործ բռնի կամ հանցագործություն կանխի, ասում ենք դու ստեղ ուշադիր նայի, այս մարդը ավտոն ձախա կանգնացրել, թե աչա կանգնացրել։ 5000 դրամ տուգան է։ Մեծ հաշվով տեսնելու համար ինքը գծից այս կողմա կանգնած թե այն կողմ որևէ հմտություններ ինչ որ լուրջ պետք չի, ցանկացած մարդով տեսողության խնդիր չունի, կարա գա ֆիքսի, որ այս Սամակատով սենց այո, որ այս ավտոհամարանիշներով մեքենան գծից այս կողմա կանգնի։ Իսկ մենք հիմա բարեկին ծոր կրթություն ենք տալի, ծախս ենք անում իր վրա, իրան ասում ենք դե դու տեղից կհետևես, այս հակա աչեր գծից թե ձախեր են։ Դա նորմալ է։ Պրիմիտիվ լուծումներ կան, որը չեն արվում, հիմա այս ոնց որ ստեղից օրինակ շատ մեծ հավանականությամբ ամենամեծ արդյունավետության կանան այդ տուգանքների ուժեղացում եւ այլն, բայց առաջին պետքա դու բան անես, էլի, առաջին պետքա համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծես, նոր սկսես ավելի խիստ տուգանել, էլի, ոնց որ երբ որ դու կենտրոնում ունեցած, չգիտեմ, պայմանական ասած 50000 մեքենայի կանգնելու տեղ կամ ամբողջ քաղաքում, չգիտեմ, կամ 30000 մեքենայի, այդ դրանից հետո սկսում ես արդեն մաքրել, որ երրորդից ոչ մեկ չկանգնի։ Հիմա օրինակ մյուս կետը, որը ասենց ակնհայտ լուծումը, որը Երևանի դեպքում չի արվել, ինչու ակնհայտ լուծում, որովհետև խցանների դեմ պայքարում ամենատարածած լուծումն է աշխարհով մեկ։ Երևանը պետք է շրջապատված լինի օղակներով, որտեղ մեծ արագությամբ դու կարող ես անցնել առանց կարմիր լույսերի։ Ու այդտեղից մտնել քաղաքի ցանկացած կետ, օրինակ, ասես մեծ արագությամբ եկար, մտար ստեղից Էրեբունիեն, վերևից մտար, չգիտեմ, Սիլաչի կամ եւ այլն, բայց ասես կողքով անցնում ես, արագ որտեղ ուզում ես մտնում ես, եթե չուզում գնում ես հասնում ես Մասիս։ Օրինակ այդ խնդիրը կա, մեր օրինակ Մասիսից Սևան գնալու համար մենք Երևանը մեջտեղով պետք է անցնենք։ Մի բան պատմեմ քեզ, կներես, ընդհատում եմ, ճարտարապետ Հրաչյա Պողոսյանի հետ առիթ եմ ունեցել այդտեղ հարցազրույց անելու, մեծ կառուցապատում հաղորդաշարի շրջանակներում էր, սիրելի ռադիոլսողներ, համացանցում կգտնեք այդ հաղորդաշարը, ինքը պատմում էր, որ Նարդոսի փողոցը փոքր կենտրոնի համար հենց քո ասացի համար է կառուցված։ Եվ ինքը ասում էր, որ այն ինչ որ այսօր կատարվում է Նարդոսի փողոցում, այդ որ ակերա դրած խանութն, ասում էր, այդտեղ պետք է ոչ մի բան դրված չլինի։ Ասում էր, այդ ճանապարհը պիտի բացարձակ բաց լինի, որ ասենք, եթե մարդը Էրեբունիից գալիս է, ուզում է գնասենք դեպի Նորքի Զանգված, դեպի Արաբկիր, ինքը պիտի մտնի Նարդոսի փողոց, հենց քո նկարագրած, ասում եմ, տենց առանց կենտրոն մտնելու պիտի տենց Նարդոսով գնա ու շարունակի։ Դե հիմա քաղաքը շատ է մեծացել, երևի թե նմանատիպ այլ օղակներ են պետք, ոնց որ ասենք Մոսկվայում կա, եթե ես չեմ սխալվում, երևի թե մնաք բոլոր մեծ քաղաքներում էլ կա, ու բանը, ու այդ ճանապարհն օգնում որ դրա շուրջ բոլորը նաև զարգանա քաղաքը, այդ ենթակառուցվածքներ զարգանան։ Հիմա օրինակ մի հատ այդ հարավային թևից, հյուսիսային թևից, բոլոր արևելյան արևմտյան բոլոր թևից այդպիսի ճանապարհներ են պետք, որովհետև հիմա աբսուրդ ասենք, Եշմիածնից ուզում ես գնաս Սևան, պետք է Երևան մեջով անցնես։ Ասենք մի ժամ այդտեղ բանը ուտենց ինձ թվում է մի քանի 10000 մեքենա չուզելով մտնել Երևանի մեջ ամեն օր մտնում են։ Մի քանի 10000 որ պետք է ուղղակի անցնեն գնան մյուս կողմ մտնում են Երևան, այսինքն շատ մեծ թիվ է։ Հիմա օրինակ շրջանցող ու մի շատ կարևոր կետ կա, այդ շրջանցող ճանապարհները պետք է լինեն առանց լուսացույց։ Այսինքն դե գնա, այո։ Արագ գնան այնտեղ, չգիտեմ, այդ արագությունը կլինի 80, թե 100, ցանկալի 100 լինի։ Որոշ տեղ կարող ուղղակի ճանապարհային ենթակառուցվածք թույլ չտա կամ ռելիեֆ թույլ չտա, բայց պետք է լինեն առանց բանի, առանց լուսացույցի ու այնտեղ ինչ որ ոնց որ բանն է, էլի մեր էլի այտենց sense ոնց որ տեսեք, երևույթներ կան, որը ցույց է տալիս, որ ճանապարհը շինծած բավորները տեղակ չեն ոլորտից։ Այդ մի երևույթ տեսնում ես, հասկանում ես, որ իրենք ոլորտի հետ կապ չունեն ընդհանրապես, էլի, որովհետև Երևանից օրինակ բանը հյուսիսարևն են կառուցած, չէ, Երևանից Գյումրի։ Ու ասենք Պրոշյան հատվածում 5 տեղ դրել են, որ ինչ որ մեկը գալիս է սեղմը լուսացույցը 150 հատ մեքենա կանգնում է, այդ մեկը տպ անցավ Պրոշյանի մյուս կողմը, հետո գնաց այդ 150 մեքենան անցավ։ Կամ ասենք տեսնում, ինչ որ մի հատ տատի է անցնում, 500 հատ մեքենա կանգնում սպասում են, ինչ որ մի հատ տատի անցնում է։ Հիմա տնտեսական արդյունավետության տեսանկյունից նայենք, այդ մի հոգին է կարևոր, թե 200 մեքենա, որոնք որ 3 րոպե ուշանում են իրենց գործից, ու դրանց 5 հատ լուսացույց է։ Եթե երկու տեղ էլ կանգնեն, ասենք 6-7 րոպե իրենք իրենց հանդիպումից ուշանում են կամ իրենց գործից կամ իրենց արագությունը ուշ են հասցնում, այո, որովհետև մի տատի որոշել է անցնել։ Այդ աբսուրդ է։ Այսինքն ու արագընթաց, օրինակ Միացյալ Նահանգներում, մենակ Միացյալ Նահանգներում չէ, շատ տեղերում տեսա, բայց հատկապես Միացյալ Նահանգներում շատ քաղաքներում, ասենք նույն Լոս Անջելեսում, չգիտեմ, Շարլոտում, Դալասում եւ այլն, այսինքն քաղաքի մեջտեղով մեծ արագությամբ մարյուղ է անցնում, նույն Գլենդելի մեջտեղով։ Մեծ արագությամբ մարյուղ է անցնում, որ 100 ինչքան այնտեղ 65 մայլ է, կարծեմ թե 60 մայլ է։ 120 կիլոմետրին մոտ։ Հա, մոտ 110-120 կիլոմետր արագությամբ գալիս անցնում ու ոչ մի լուսացույց չկա, մեծ մարյուղ է անցնում ու ինչին է օգնում, որ դու Գլենդելի ցանկացած կետ մտնում ես այդ մարյուղով արագ դուրս ես գալ։ Այնտեղ մեկ ճանապարհ այդ 120 կիլոմետր արագությամբ
դուրս գալու ենթակառուցվածքներ կան, որ միջնախապես պետք է դուրս գալ լինի բան։ Դե ճիշտ գծի վրա լինես, որ կարողանաս դուրս գաս ճիշտ գծի, հետո դիցնել մի շատ նախապես պետք է մտնես եւ այլն, այսօր պայմաններ կան այդ մեծ արագությամբ դուրս գալու։ Այդ բոլոր պայմանները դու դուրս ես գալի գլնդելի ցանկացած կենտրոն։ Պատկերացեք Երևանի Խանջանի վրա ոչ մի լուսացույց չլինի, դու արագ գաս այս ծերից մտնես, հենց ծերից դուրս գաս, արանքում էլ, ասենք ուզենաս մտնես այդտեղ, հոպ, արագ մտար, ուզեցար մտներ Թումանյան, հոպ, արագ մտար եւ այլն։ Այդ շատ արագացնում, դրա համար նայում ես հսկայական քաղաքներն, ասենք մի քանի միլիոնանոց, 15 միլիոնանոց եւ այլն, բայց շատ արագ կարող ես ինչ-որ միտեղից տեղացնել։ Պրոշյանի թաղամասի տատին վերադառնալով, եթե տատիկ ուզում է փողոց անցնի, կարելի է վերգետնյա սարքել կամ ստորգետնյա սարքել, այսինքն այդտեղ էլ լուծում կա, էլի, այնպես չի որ մի քիչ թանկ լուծում է, բայց հաստատ ավելի էժան է, քան այդքան մարդու կանգնեցնել սպասեցնել, էլի, հա, բայց այնց ու աբսուրդները դա հյուսիսարավի վրա է։ Հետո երկրորդ խնդիրը, այսինքն հյուսիսարավը պետք է նույն Պրոշյանի մեջ էլ 70 արագություն չլինի։ Հա, այսինքն եթե բնակելի տարածքի նախ բնակելի տարածքի մեջով չի, եզրով է հասնում 1, երկրորդն էլ դուք ենթակառուցվածքները սարքեք գնաց, որ դու բնակելի տարածքից հետ կապված խնդիր չլինի, այսինքն ինչ են անում այդտեղ բորդեր են սարքում իրանը, բայց այդտեղ դու պետքա ոնց որ եկել ես 100 արագությամբ, նույն 100 արագությամբ էլ պետք է մինչև Երևան հասնես։ Այդ շատ կարևոր բան է, որովհետև իմաստը որն է արագընթաց մարյուղը ես կառուցում մեջն էլ 5 հատ լուսացույց ես դնում։ Ու արագությունը սարքում ես 60 կմ/ժ, քանի որ բնակավար է այստեղ։ Դա աբսուրդ որոշումներ են, էլի։ Այդպես, այսինքն այդ օղակաձև ճանապարհները լսել եմ, որ հիմա նախագծվում է, որ շատ օղակաձև լուծումներ այդպես, բայց նաև պետք է բանել, շատ լինեն այդպիսի լուծումները։ Էստակադաներ են պետք տարբեր տեղերում հիմա նույն բանի ժամանակ, ասենք ընդ գարաժ մոլի դիմաց այդ բանը որ կա, կալցը ոնց է հայերեն, հրապարակ, շրջանաձև խաչմերուկը, ոնց ասենք իրան։ Շրջանաձև խաչմերուկում օրինակ այդտեղ հաստատ էստակադա կարա լինի։ Այդտենց էլի տեղեր կան, որ նույն ֆիզիկայի խաչմերուկում կարող լինի եւ այլն։ Տեղեր կան, որ էստակադաներ պետք է լինեն ու լրիվ պոտենցիալը կա անելու, որ այդ ամեն ինչ հոս կարագացնեն, այնտեղ գրում է հաջորդ լուսացույցի մոտ էլ բան է անում, էլի միջ ժամանակը ավելի երկար է սպահում, վերջ այդ հոսքը դատարկվում էլի, ինչ որ գնալու այնտեղ կուտակվի էլի։ Ու բանը, հետո լուսացույցերի համակարգի խելացի համակարգ ներդրում, այսօր գրեցի այնց ընկերներից մեկը Լոս Անջելեսից գրեց, գիտես որ Լոս Անջելեսի խելացի լուսացույցերի համակարգի ներդրողները ու կառավարողները հայեր են։ Շատ հետաքրքիր թեմա ենք բացի, ցավոք սրտի 22 րոպեն անցել ենք, արդեն մի 5 րոպե դեռ ունենք խոսալու, բայց այդ երևի թե ամենակարևորն է։ Ահա լուսացույցերի խելացի լուսացույցերը, որովհետև մենք 21-րդ դարում ենք ապրում, ես Այսինքն ինքը պարադոքս է հասկանում, մենք 21-րդ դարում դա ամեն օր է մեր մոտ, մենք չենք ֆիքսվում, բայց 21-րդ դարում ինչ որ մի մարդ փայտը ձեռը գալի կանգնում է խաչմերուկի մեջտեղը ու փայտով ասում է աճ գնացեք, ձախ գնացեք, այսինքն որ եթե մենք էլի տնտեսական հաշվարկ կանենք, այդ մի մարդու փայտով կանգնելու ժամանակ շատ ավելի թանկ է, քան մի հատ խելացի լուսացույց տնենք։ Ասում եմ, բայց իշքան, ասենց ոնց որ անտեղյակ ենք հաշվարկներից տնտեսական, որ մենք ներդրում ենք անում, ոստիկան ենք պատրաստում, որ իրավական համակարգ այդ ոստիկանին կանգնեցնում ենք մի հատ, որի տեղը կարելի է փոխարեն մի հատ լուսացույց տնել։ Ու այդ լուսացույցը փայտով ասում է, այս կողմ գնացեք, այն կողմ գնացեք, ինքը նոնսենս է, էլի 21-րդ դարը։ Այդ լավ է, որ իրենք ծառայում են հասարակության, դες գիշեմ, որ իրենք հասարակության ծառայելու համար նախատեսված, բայց այնպես դաժան պետք չի իրենց հիշեցնել այդ ամեն ինչի մասին։ Հիմա այդ լուսացույցերի համակարգը Լոս Անջելեսում ես բավական շատ եմ վարում, այնտեղ ամեն գնալուց վարում եմ տարին մի քանի անգամ, ու այնտեղ կարմիր լույս համար շատ քիչ ես հանդիպում, ինչու՞ համար, որովհետև այնտեղ դատչիկներ կա դրած, հենց դու մոտենում ես ինքը հաշվում է, որ խաչմերուկն ավելի ծանրաբերած, այդ բացում է։ Նաև հաշվարկում մյուս խաչմերուկները, եթե այդտեղ ծանր դու գնացիր այնտեղ եւ ալում են, ընդհանուր համակարգ։ Այսինքն ոչ թե նախապես է ծրագրավորված, այլ ըստ իրավիճակի է փոխում։ Ինքը ասենք ես օրինակ Արադիշնում երեկոյան է հիմնական երեկոյան ավելի տեսանելի, որովհետև ասենք ես Արադիշնում տեսնում եմ հենց կարմիր վառված, չէ՞։ Ես գալիս եմ մյուս խաչմերուկից եկողներ չկան։ Ես գալիս եմ կարմիրը հենց մոտեն հոп բացում են նորից անցնում են։ Որտեղ ինքը նայում են կողմից մեքենա չկա, մենակ ես եմ ստեղով գալիս, հետո ինչ որ փոխել է կարմիր։ Կարակ բացում ու դրա համար մեկ-մեկ ստացվում է Լոս Անջելեսով գնում ես գմ կանաչները բացելով քեզ զգում ես բան էլի այդտենց ինչ ասեմ, որովե պաշտոնական ներկայացուցիչ որ կանաչ լույսը քեզ համար տենց բացում են կանաչ լույսերը։ Ահա, այդ տրամբանական բաներ, նույնը ցերեկն արվում, ցերեկ մի շա հաշվարկ ավելի բարդ է, դրա համար չես զգում, էլի ինքը հաշվում է որտեղ ավելի շատ ծանր բռնված եւ այլն։ Հիմա ես
ես կարող եմ sense երկար թվարկեմ 22 րոպեն անցավ, չէ, բայց կարող եմ sense շատ երկար թվարկեմ, թե ինչ կարելի անել, մինչև որ որոշենք մեքենաների թիվը սահմանափակենք, բայց նորից եմ ասում, մեքենաների թիվը սահմանափակելու համար մտավոր ունակություններ պետք չեն, այդ sense պրիմիտիվ հաշվարկ է, 100 ավտո է գալիս, արդեն 50 խծանոց տուլանա, ու բայց դրա տնտեսական հետևանքները բացական եւ այլն, մինչև դրան հասնելը այս համաձայն եմ, որ դա որոշ քաղաքներում անում են այլ լուծումներ չունենալու դեպքում, բայց մինչև դրան հասնելը Երևանում կա Ես օրինակ գրել եմ մի 15 լուծման մասն էի գրել, որ 15 հիմա ես չեմ բան հավակնում, որ իմ լուծումները բոլորն լավագույնն են, այո, բայց 15-ից 5-ը թող լինի լավագույն տարբերակ։ Հիմա այդ երբ որ արվեն այդ 5, 10, 20 լուծումները, դրանք իրականում երկարաժամկետ են, չեն ել պահանջը որ մի տարվա մեջ անեն, ինձ թվում է 10-15 տարվա պրոյեկտ են, էլ այդ ամեն ինչ որ թվարկից, նույն ուղղակաձև ճանապարհներ, բան եւ այլն, բավական երկարաժամկետ են, պարտինգների կառուցումը, սուբսիդիա տանք 5 տարում նոր կունենանք բավական չափի։ Բայց գոնե սկիզբը պետք է երևա, չէ՞ որ process-ը սկսել։ Երբ որ հիմա սկսեցինք ու 15 ու պլյուս դրա մեքենաների քանակի ավելացում կա ամեն տարի ու 15 տարի հետո 10 տարի հետո զգում ենք որ չէ, խնդիրը չի լուծում, ավելի է պարտադիր եւ այլն, նոր հասնում ենք սահմանափակումներ, բայց մինչեւ դրան հասնելը մենք ամեն ինչ պետք է անենք այդ խնդիրը լուծելու համար, այդ ամենակարևոր կետն է։ Ու ես չեմ տեսնում, որ վերջի 15-20 տարվա ընթացքում որևէ բան է արվում այդ խնդիրները լուծելու համար։ Ես չեմ ասում ամեն ինչ։ Որևէ բան արվում է, ենթակառուցվածքների որոշումներ է կայացվում, բայց ծախս ենթակառուցվածքների վրա գումար չի մանր ոչ էական հիմնական որոշումներ։ Եվ մեկը ամենակարևոր կետը պետք է ճանապարհաշինության չափանիշների փոփոխություն։ Մեր ճանապարհաշինության չափանիշները 80-ականների վերջին սովետական գոստով է դեռ, այդ չգիտեմ որտեղ է աշխարհում։ Բայց ասում էին մենք փոխել ենք, լավ է լինելու բան։ Գոստը չի փոխվել դեռ, բան ճանապարհաշինության չափանիշները չեն փոխվել, օրինակ բանում նույն տարբեր ընկերներ կան, որ եւ Ռուսաստանում եւ Ուկրաինայում եւ չգիտեմ տարբեր երկրներում հետ սովետական ճանապարհաշինությամբ մեզ զբաղվում, իրենք բոլորը ապշում են, որ ասում են սովետական չափանիշներով, օրինակ Ուկրաինա 20 տարի առաջ է չափանիշները փոխել, չգիտեմ Ռուսաստանը 25 տարի առաջ է փոխել չափանիշները եւ այլն, այսինքն նույնիսկ այդ բոլոր երկրները չեն գործում այդ չափանիշը, այստեղ սովետական գոստով է 80, չեմ ասում 4 թե 6 թվականի գոստովը։ Վերջի ընդունած։ Այդ էլ ասես ամբողջությամբ թյուրիմացություն է։ Այնքան արդյունավետ ճանապարհների բան տարբերակներ կան, նույնիսկ բան ունենք, էլի, նայած ընկերներ ունենք, որ առաջարկում են, եկեք անվճար անեմ, եկեք տեստավորեք, առաջարկել են տարբեր քաղաքապետից սկսած մինչև տարածքային նախարարը, ասում են, եկեք անվճար անեմ, բան, դրանից հետո գոստը փոխեք, ես գոստով հանձնարարենք ճանապարհները, 5 տարի ծառայել փոխարեն, կծառայեն 15 տարի, բայց գինը կավելանա 20%-ով։ Ավելի լավ չի 15 տարի 20%-ով ավելանա, բայց 300% ավել ծառայի, գինը թանկանա 20%։ Հա, այտենց շուտ լուծումներ կա, որ էլի մեր մոտ չի արվում, դից կարճ ասած շատ դանդաղ շարժվող ոլորտ է, որը արդեն մեր տնտեսական արդյունավետության վրա շատ ահազում։ 3 սմենով աշխատանքներ, օրինակ Երևանում բոլոր ճանապարհաշինական աշխատանքները պետք է 3 սմենով լինեն։ Հա, որովհետև ինչ է նշանակում 2 ամիս կամուրջ են սարքում։ Չինացիները մի գիշերում են կամուրջ քանդում հավաքում։ Չեմ ասում ասֆալտապատում, քանդում հավաքում։ Քանդում են կամուրջը եւ դա սարքում են նորից կա ու Կիևյանի չափ կամուրջն չի ավելի փոքր կամուրջ էլի, իսկ մեր մոտ ասում են բանը պետք է 2 ամիս, ու դից աշխատանք չեն անում եմ 2 անգամ անցել եմ դատարկ, ասենց 2 հոգի ման են գալ այդ կամուրջի վրա, չգիտեմ ինչի համար էլի, այսինքն այս չի պիկ աշխատանք են անում էլ, այսինքն այդ չափանիշներն պետք է փոխվեն, որը հա ճիշտ է 3 սմենով աշխատանքը քաղաքապետարանի վրա 50% ավելի թանկ կնստի տենդերը, բայց երկրի վրա էլ տնտեսական, ասենք 3 անգամ ավելի արագ կառուցեն ճանապարհներ, որը մեծ էլի տնտեսական էֆեկտ կունենա պետության վրա։ Տենց, այսինքն անուղղակի տնտեսական հաշվարկները պետք է անել ամեն գծով, որը ցավոք սերտի մեր մոտ չի արվում, իներցիայով գնում է առաջ։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ մենք այս թեմային վերադառնալու ենք եւ ցավոք սրտի ոչ մեկ անգամ, որովհետեւ այնպես չի, որ այս հարցը տենց արագորեն լուծվելու է, էլի։ Հա, պետքա պոպուլիզացնել, հիմա մեր անմիջական ուղղվածության հետաքրքրությունների մեջ չի մտնում ընտրենք ճանապարհ որպես գործարարների միություն, բայց մեզ առնչվում է տնտեսական արդյունավետության տեսանկյունից։ Ու երբ որ առնչվում է տնտեսական արդյունավետության տեսանկյունից, փոխվում ուսումնասիրենք, հասկանանք ոնց կարող ավելի լավ լինի, փորձում ենք այդ գաղափարները պոպուլիզացնել։ Հիմա այս հաղորդումն էլ այդ իդեաների գաղափարների պոպուլիզացման ուղղված հաղորդում է, որ հասարակությունը եւ շատ տարբեր մարդիկ, այդ թվում հուսամ նաեւ պատասխանատու մարդիկ տեսնեն, որ լուծման տարբերակներ շատ կան, ու ես հավատում եմ, որ միշտ կարելի է գտնել այդ լուծման տարբերակները։ Այսքանը այսօր սիրելի ռադիո լսողներ, Վարամ Միրաքյանն էր հաղորդման հեղինակը առաջին խոսափողի մոտ, Դավիթ Խումարյանը երկրորդի, շարունակեք լսել Գործարար ալիքը, մենք կհանդիպենք։